Պլանավորված գողությունը ոչ միայն չստացվեց, այլև վերաճեց ավելի լուրջ հանցանքի կատարման։ Տղամարդիկ պլանավորել էին Բաքում կայանված ավտոմեքենայի մարտկոցը հափշտակել, սակայն տանտերերը նկատել էին եւ վերջիններից միջև սկսվել էր վիճաբանություն։ Թեժ վիճաբանությանը հաջորդել էր ծեծկրտուկ, որից հետո ենթադրյալ հանցանքը պլանավորած անձանցից մեկը պայթուցիկ սարք էր նետել տանտերի ուղղությամբ։ Իսկ թե ինչ է հաջորդել այս տեսարանին, կիմանանք արդեն տեսանյութով։ 2025 թվականի մարտի 1-ի գիշերը երկու տղամարդ ցանկացել էին գողանալ Բաքում կայանված ավտոմեքենայի մարտկոցը։ Գողությունն ավարտին հասցնել չէին հաջողել, սակայն տանտերերի հետ ունեցել էին լուրջ լարված վիճաբանություն։ Վիճաբանությունը ավարտվել էր պայթուցիկ սարքի գործադրմամբ։ Քրեական որոշ նախաձեռնվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44/155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նույն օրենսգրքի 335-րդ հոդվածի առաջին մասով եւ 44/254 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Դեպքը եղել է հետեւյալ կերպը ստացված նախնական տվյալների, ուրեմն 54-ամյա եւ 34-ամյա տղամարդիկ նախնական համաձայնություն ձեռք բերելով գողություն կատարելու համար 54-ամյա տղամարդը օժանդակություն է ցուցաբերել 34-ամյա տղամարդու հանցանքը կատարելու ու ավարտին հասցրելու համար նրա, այսպես ասած, անվտանգությունը պահելով փողոցի կողմից, որ այլ անձինք չնկատեն նրան, 34-ամյա տղամարդը մտել է ծածկի տակ, որտեղ կանգնված է մեր տուժողի ավտոմեքենան, դուրս է բերել էլեկտրական մարտկոցը եւ նավագարկիչը, բայց հանցագործությունը ավարտին չի հասցրել, ինչի պատճառով տուժողը նկատել է իրենց պատշգամբից։ Տուժողը նկատելով պատշգամբից մոտեցել է նրան, հարցրել թե ինչ է անում, ինչ որ պատճառաբանություն է բերել։ Երկրորդ անգամ է մոտենում, որ արդեն դուրս բերված իրերը հափշտակի, ավարտի։ Հիմա էլ տուժողի կնոջ նկատմամբ, տուժողի կինն է նրան նկատում։ Կինը տան անդամներին տեղեկացնում է, որ հանցավորները չեն հանդարտվել եւ ցանկանում են ավարտին հասցնել նախապես պլանավորված հանցավոր արարքը։ Տուժողի եւ 34-ամյա տղամարդու միջև սկսվում է վիճաբանություն։ Վեճի ժամանակ յուրաքանչյուրը մեկ հարված են հասցնում մեր մեղադրյալին ներկայիս արդեն դիմումա փախուստի հարվածների համար պատասխան ստանալու պարզաբանում կատարելու նպատակով որոշ ժամանակ անց նույն գիշերը վերադառնում է ու պատասխան մեկ անգամ կրկին հարված ստանալուց հետո պայթուցիկ սարք է նետում տուժողներից մեկի ոտքերի տակ, որտեղ ներկա են գտնվում տուժողի հարսը, հղի, դուստրը եւ որդին։ Բարեբախտաբար սարքի գործարկման հետևանքով տան անդամները մարմնական վնասվածքներ չեն ստանում։ Պայթուցիկ սարքը պայթում է այն դիրքով, որ բեկորները չեն վնասում նրանց, ոչ մեկ վնասվածք չի ստանում, բայց տարածքը ամբողջությամբ վնասվածքներն առաջանում բեկորային տարբեր տեսակի։ Կատարվել է դեպքի վայրի զննում անմիջապես գիշերային ժամին, այնուհետև ցերեկային ժամին լրացուցիչ զննում, հայտնաբերվել են բեկորներ, նշանակվել է համալիր պայթունատեխնիկական եւ նյութագիտական փորձաքննություն։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, անձանց ներկայացվել է մեղադրանք։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, նշանակվել է դատապրանքագիտական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է։ Դեռևս ապացույցների հավաքման փուլում են։ Նշված մեր ենթադրյալ հանցանք կատարած անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ներկայացվել է մեղադրանք։ Նախաքննությունը շարունակվում է դեպքի բոլոր մանրամասները բացահայտելու ուղղությամբ։